պարոն Մելիքյան դատանի որոշմանը անդրադառնալով ակնկալվող օրինաչափ դարձած այս որոշումները երբ կփոխվեն։ Մենք նաև արձանագրենք, որ այս հայտնի խոսքը վերափոխելով ասեմ, որ փաստորեն մենք այս արդեն 1.5 տարի իրավունք առ իրավունք Աշոտյանի ազատությունը կարողանում ենք հետ բերել, այսօր մի փոքր առաջընթաց ունեցանք, բայց իհարկե ըստ էության այդ առաջընթացը մասնավորապես շփման շրջանակը մի փոքր ընդլայնելը էության մասին չի խոսում, Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ անազատության մեջ, շարունակում է մնալ տնային կալանքի ներքո, մենք չենք տեսնում դրա անհրաժեշտությունը, չենք տեսել դրա անհրաժեշտությունը եւ հատկապես այս փուլում չենք տեսնում, որովհետեւ վկաների մեծ մասը հարցաքննվել են, այսօրվա վկան, ինչպես մենք մյուս նիստերին կտեսնենք, որ շատ վկաներ կան, որ առհասարակ որևէ առնչություն չունեն Արմեն Աշոտյանի հետ, նաև իրավաբանական առումով, այսինքն նրանց մեղադրանք չի առաջադրվել Արմեն Աշոտյանի հետ կապված հանգամանքներով, բայց ինչպես իմ գործընկերը նշեց, մենք այստեղ գործ չունենք մաքուր իրավական պրոցեսի հետ, քաղաքական դատավարությունները, քաղաքական հետապնդումները ունեն իրենց տրամաբանությունը, պետք է այդ տեսանկյունից դիտարկել, Արմեն Աշոտյանը գործող ռեժիմին պետք չի ազատության մեջ։ Եվ մենք տեսնում ենք, որ այն փոքր առ փոքր բերված իրավունքներին ընդհանրապես դա ենք կարող անել, դա վատագույն իրավիճակը չէ, բայց իհարկե վատ իրավիճակ է։ Դատավոր Դոլմազյանը 911-ի այսպես տեղներ ցույց տալիս նիստի մասնակիցներին Հայաստանի քաղաքացիները, որ հեռախոսամարը պիտի հավաքեն այսպիսի դատական նիստերից առաջ եւ դրանցից հետո։ Գիտեք, այստեղ ես մի բանի մասն եմ ուզում խոսել։ Արմեն Աշոտյանը շատ կարևոր հարց բարձրացրեց եւ ես դրան եմ ուզում անդրադառնալ, մասնավորապես այն, որ այս սարքը, որը տեղադրված է, ոչ թե իր ոտքին, այլ տանը, որովհետեւ այդպիսի սարք է տնային կալանքի ենթադրում, Արմեն Աշոտյանը նշեց, որ ունի լուրջ կասկածներ, որ այն իրենից ներկայացնում է գաղտնալսող սարք, ըստ դրա մասին է խոսքը։ Եվ իհարկե իրավաբանական տեսանկյունից կարելի է ասել, որ դե հանցագործության մասին հաղորդում տվեք, որ քննություն իրականացվի, բայց ուրեմն գիտեք, կարճ ասեմ, այդ քննությունները, այդ վարույթները չեն կարող լինել արդյունավետ, սկզբունքորեն չեն կարող լինել արդյունավետ, որովհետև այս վարույթն է ամբողջությամբ քաղաքական, ինչպես կարող են այն մարդիկ, ովքեր որ քաղաքական հետապնդման են ենթարկում Արմեն Աշոտյանին, իրենց քաղաքական հետապնդման հետ կապված ինչ-որ մի բաղադրիչ բացահայտել։ Դա բացառված է։ Դրա համար Արմեն Աշոտյանը շատ ողջամիտ առաջարկություն արեց, ասաց, թող անկախ ինչ-որ մի խումբ այդ գործողությունը կատարի եւ եթե պարզվի, որ ես սխալ եմ, իշխանությունները կարող են հայտարարել, ասել, տեսեք, մեզ սխալ բանում էր կասկածը, որտեղ Արմեն Աշոտյանը հիմա չի կարող ավելի մանրամասն ասել, բայց շատ ծանրակշիռ է նրա կասկածը։ Իսկ հակառակ պարագայում մենք բոլորս կհամոզվենք եւ վստահություն ունենանք, եւ հիմա էլ շատերս ունենք, որ այստեղ մենք գործ ունենք եւս մի իրավունքի սահմանափակման հետ, այս անգամ արդեն դատական որևէ ակտում չարձանագրված։